Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու առաջին գիրք 7-րդ գլուխ։ Գարիաթարիմի մարդի գկացին դիրոջ դաբանագը անգե փարսացուցին զայն դարին Ափինաթափի դունը որ փլուրին վրա էր եւ անոր որդին Եղիազարը նշանագեցին որբեսի դիրոջ դաբանագը բահբանե։ Դաբանագը Գարիաթարիմի մեջ տրված օրեն երկար ժամանակ անցավ 20 տարի ուստի Իսրայելի ամբողջ դունը դիրոջ յետևեն հարաճեց։ Սամվել գգարավարե Իսրայելը։ Այն ադեն Սամվել Իսրայելի ամբողջ դան ըսավ. Եթե դուք ձեր ամբողջ սիրտով դիրոջ վերադարձածեք, ձեր մեջեն հանեցեք օդար աստվածներն ու աստարովթը, ձեր սիրտը դիրոջ դրամատրեցեք, միայն զայն բաշտեցեք եւ ան փղշտացներուն ցերկեն ցեզ բիդի ազատե։ Իսրայելի որդիները փաղներն ու աստարովթը հանեցին եւ միայն դերը բաշտեցին։ Սամվելը ասավ. ամբողջ Իսրայելը հավաքեցեք Մասպայի մեջ, որբեսի ցեզի համար դիրոջ աղոթեմ։ Բոլորը Մասպայի մեջ հավաքվեցան, ճուր քաշեցին ու դիրոջ արչև թափեցին։ Այդ օրը ձոմ բայեցին եւ հոնասին դիրոջ դեմ մեղանչեցինք։ Սամվել Մասպայի մեջ Իսրայելի որդիներուն թադավոր եղավ։ Երբ փղշտացները լսեցին, թե Իսրայելի որդիները Մասպայի մեջ հավաքված են, փղշտացներուն նախարարները Իսրայելի դեմ բարձրացան։ Իսրայելի որդիները ասիգա լսելով փղշտացներեն վախցան։ Իսրայելի որդիները Սամվելի ասին. լուր մի գնար։ Դիրոջ մեր աստուծույն աղաղագե մեզի համար, որբեսի մեզ փղշտացներուն ցերկեն ազատե։ Սամվել գաթնգեր քարմը արավ ու զայն ամբողջովին դիրոջ մատուցանեց իբր ողջագեզ։ Սամվել Իսրայելի համար դիրոջ աղաղագեց եւ դերը անոր պատասխանեց։ Երբ Սամվել ողջագեզը գմատուցաներ, փղշտացները մոտեցան, որբեսի Իսրայելի դեմ պատերազմին։ Դերը նույն օրը փղշտացներուն վրա մեծ ցայնով որոդաց ու զանոնք խուջաբի մատնեց եւ Իսրայելի արչեւ բարդվեցան։ Իսրայելացիները Մասպայեն ելնելով փղշտացները հալածեցին ու մինչև Պետքովրի ներքևը զանոնք գոդորեցին։ Այն ադեն Սամվել քարմը արավ Մասպայի ու Սենի մեջտեղ գանկնեցուց եւ անոր անունը Ափենեզեր գոչեց, ասելով. դերը մինչև հոս մեզի օգնեց։ Փղշտացները ընջվեցան եւ անգամ մնալ Իսրայելի հողամասը չմտան։ Սամվելի բոլոր օրերը դիրոջ ցերկը փղշտացներուն վրա էր։ Այն քաղաքները, որ փղշտացները Իսրայելեն գրաված էին, Ագարոնեն մինչև Քեթ, բոլորն ալ Իսրայելի վերադարձվեցան։ Իսրայել անոնց հողամասը փղշտացներուն ցերկեն ազատեց։ Նաեւ խաղաղություն եղավ Իսրայելի եւ ամորհացիներուն միջև։ Սամվել իր կյանքին բոլոր օրերու մեջ Իսրայելը թադեց։ Ամեն տարի Փեթել, Քախքաղա ու Մասպա գերտար շրջելու եւ այդ բոլոր դեղերը Իսրայելը գտադեր։ Անգե Ռամագը վերադառնար, որովհետեւ իր դունը հոն էր։ Հոն Իսրայելը գտադեր ու հոն դիրոջ զոհասեղամը գառուցանեց։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։